նախ դատական նիստի մասին, թեև ներքաղաքական օրակարգային հարցեր էլ կան կուտակված, ինչ սպասել այսօրվա դատական նիստից։ Եթե իրավական առումով նայենք, պետք է Արմեն Աշոտյանը ոչ դատապարտված լիներ, ոչ մեղադիալի աթոռին լիներ։ Տեսնենք, առաջ չգնենք, տեսնենք ինչ կլինի, բնականաբար Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է եւ շուրջ 2 տարի գտնվում է անազատության մեջ, այս պայմանային կալանքի մեջ, եւ ես կրկնում եմ, որ իրավական գործընթաց կիրառելու դեպքում Արմեն Աշոտյանը պետք է եւ մեղադիալի կարգավիճակ չունենա եւ նաեւ այլ խափանման միջոց, բայց դա դատարանի որոշումն է, ես չեմ ուզում հիմա առաջիկնում եւ դրա մասին խոսեմ։ Շատմազան, իմպիչմենտի գործընթացը փաստորեն մտնում է գործնական փուլ, ձեր ակնկալիքները որոնք են եւ հնարավոր է արդյոք մինչեւ ընտրությունները կոնկրետ հասնել ինչ-որ արդյունքի։ Տեսեք, ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը կործանում է Հայաստանի 3-րդ հանրապետությունը։ Կործանում է ոչ միայն 3-րդ հանրապետությունը, այլ նաեւ ազգային ինքնության հիմքերը։ Եվ պատահական չի, որ նա այս վերջին 1 շաբաթվա ընթացքում ինքը եւ իր ամբողջ թիմը հարձակում են սկսել Հայաստանյան Ծառայական եկեղեցու վրա եւ նրա հայրապետի։ Սա պատահական չի։ Սա հարձակում է հայ ինքնության, հարձակում է հայոց պատմության, հարձակում է հայ ազգի նկատմամբ։ Եվ յուրաքանչյուր իրեն հայ համարող ու առաքելական համարող մարդ պետք է կանգնի կաթողիկոսի եւ վեհափառի, վեհարանի եւ մեր եկեղեցու կողքին։ Նիկոլ Փաշինյանը ով է, որ ինքն է առաջարկում կամ պնդում, որ վեհափառը պետք է հրաժարական տա։ Մեր եկեղեցին Սուրբ Թադևոս եւ Բարտողիմեոս Սարաքյանների կողմից ստեղծված Քրիստոսի եկեղեցին է, կաթողիկոսը գտնվում է Լուսավոր Չիգահին, կաթողիկոսը Աստծոօցյալ է, անկախ իր անձից, եւ Նիկոլ Փաշինյանը ով է։ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է մեր եկեղեցին դարձնել աղանդավորական եւ ուզում է աղանդավորականներով այդ աղանդավորական շարժումները մատենց էլի, սա ոչ Պավլիկյան շարժում է, Նիկոլ Փաշինյանը ասում է նոր Պավլիկյան շարժում լինի, բայց մենք տեսանք Պավլիկյանների հետ Թոնդրակյաններն ինչ տխուր հետևանք ունեցան։ Սա կաթողիկոսի մասով ժողովուրդ ջան, մենք բոլորս պետք է կանենք մեր եկեղեցու հետ պետք է անենք, որովհետեւ այո մենք եկեղեցին դա հավատավոր ժողովուրդն է։ Իսկ Նիկոլ Փաշինյանը կոչ անում, չեմ կարծում որ որևէ հավատավոր քաղաքացի նրա կոչին ընդունի։ Եթե ընդունում է, նշանակում է նրանք ոչ թե հավատավոր քաղաքացի են, այլ հայ առաքելական եկեղեցու եւ հայ ազգի հակառակորդներ։ Եվ իրականացնում են ավարտում, հերթով բոլոր պատասխան եւ իրականացնում են այդ Փաշազադեի, Ադրբեջանի, Թուրքիայի օրակարգը։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում իրականացնում է Թուրքիա եւ Ադրբեջանի օրակարգը։ Իմ խոսքն է, կոչն է, որպեսզի բոլորս պինդ կանգնենք մեր կրոնի, մեր ազգային միակ ինստիտուտի մնացած եկեղեցու եւ նրա վեհափառի հետ։ Երկրորդ